Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն քանի ժամ է լույս չկա մեր մոտ։ Ես էլ շատ լիքը կարևոր գործեր ունեմ լույսի հետ կապված։ Այստեղ կաթ եմ վերցրել եւ ուզում եմ պանիր անել։ Այս երեկոյան կաթն է, որը պահել էի սառնարանում ու սերը, այսինքն յուղը, այսենց երեսն է քաշել։ Չեմ քաշում, մի հատ կխառնեմ, երեսը վրին պանիր եմ ուզում անեմ, ումից որ միշտ խմելու համար, մածուն մերելու համար կաթ եմ վերցնում, այդ մարդկանցից եմ վերցրել, այսպես, հիմա գազը միացնեմ, Ասնել, ես էլ գազը, քիչ պահեմ, որ նորից չչարչարվեմ, այստեղ էլ ես օրվա կաթն է, սիրելի հետևորդներ ջան, այս 1 լիտր, այս 2 լիտր, այս էլ 5 լիտր, բայց առանձին եմ ուզում տաքացնեմ, այս էլի հետ բերեմ իր տեղը, հա, այս ասեակը տաքանա, պանիր անելու համար, պետք չէ, որ երման աստիճանի դառնա, ծաման եմ վերցրել, ահա ստեղ է, և սրա մեջ եմ լցնելու ու սրա մեջ եմ անելու, սա 30 լիտր ջուր է վերցնում, մեծ պղինձել ունեմ, բայց պետք չէր, ուզում եմ, որ սրա մեջ անել, քանի որ լույսը չկա, մութ է երևում, հնարավորինս տեսախցիկը, այս ձևով ուզեցի միացնել, ձեզ միանալ, հույսով եմ լույսերը կլինի, սա այստեղ մոտ է տենում և հիմա ուզում եմ զբաղվել պեպսինը բացելով, պիտի ջուր գոլացնեմ, քանի որ լույսը չկա, արդեն կարող կանել, քանի որ տուրբո է, չի միանում, ստիպված պիտի այստեղ անեմ, շուտով սա էլ կվերցնեմ, յուղը կհալվի և բերել եմ այստեղ է, շատ է հարմար ինձ, բայց չուզեցի, որ յուղոտ վիճակում դնել այդտեղ անտեղի, չյուղոտվի այնտեղ, յուղն էլ չկորչի, շուտով սա կտաքանա, այսպես երեկոյան ժամերին քիչ է լինում, այստեղ 5 լիտր է, փաստորեն ունենում ենք սա 5, 10 և 13 լիտր, կտեսնենք 13 լիտր, անարատ կաթից ինչքան անարատ պանիր է լինում, այսպես, պեպսինով եմ պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան, շատերիդ հայտնի է, պանիրը այս փոշիով ենք ստանում, սա ընդհանրապես 100 լիտրի համար է նախատեսված, բայց երկար տարիների փորձը ինձ ցույց է տվել, որ սա խաբուսիկ է այդ չափը, սա 100 լիտրի համար չի, մի հատ ջուր լցնեմ այստեղ, որպեսզի տաքանա, սա էլ պատրաստեմ, և բացեմ, իհարկե այսքանը լրիվ չեմ լցնելու, շատն էլ պետք չէ, պանիրը պինդ կլինի, կդառնա ռեզին, ոնց սիրում ենք ասել, այսպես, իմ հին աչքաչափով պիտի պատրաստեմ, իհարկե ոչ էստեղ, ուղղակի ես պատրաստությունները տեսնում եմ, հիմա սա այս կողմ, ձեռքս միամիտ չկպչի ու չթափվի, այս բաժակի մեջ եմ խառնելու, միացնում եմ, խանգարում ասա այստեղ, սա մի կողմ, շատ տաքացնել պետք չէ,
Եթե դուք էլ օրինակ դուր գա այս պահը ձեզ, դուք էլ ուզենաք կաթ վերցնել մեկից, և դուք էլ տանը պանիր պատրաստեք։ Քանի որ լույսը չկա, պատկերացնում եք հենց դրանից տրամադրությունս ընկավ, մի տեսակ չեմ կարում առույգ խոսել, բայց քիչ-քիչ ձայնս էլ կբացվի, տրամադրությունս էլ կբարձրանա, քանի որ ես միացել եմ իմ յութուբյան մեծ ընտանիքին, որտեղ տիրում է սեր ու հարգանք, միասնություն։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, սպասեմ ինքը լավ, տաքանա, բայց չհասնի եղման աստիճանի։ Օրինակ, սա դեռ տաք է, բայց այն տաքությունը չէ, որ ես կարողանամ դրանով պանիր անել։ Ես էլ բերեմ այստեղ։ Հենց որ լույսը չի լինում, բոլորս էլ այդ պահին մի քիչ նեղվում ենք, չէ, թվում է, թե ամեն մի գործը էլ չի լինի։ Մի քիչ այս կողմեն կողմ ընկա, ոնց ասած, պատի-պատ ընկա տան մեջ։ Չնայած գիտեք ինչքան լիքը գործեր ունեմ, մանավանդ որ շինարարության գործ եմ սկսել, ամբողջ տունը այդ փոշին պետք է հատուկ հեղուկներով մի քանի ջրով մաքրեմ, որը հնարավոր է եղել ծածկել եմ, բայց ամեն դեպքում փոշին այդ ծածկած վիճակով էլ անստել ամեն օր։ Կարևոր բաները մյուս սենյակ ենք տեղափոխել, բայց ամեն դեպքում փոշին սողոսկում է ամեն օր։ Այստեղ տեսակ, որ յուղը հալվեց, այստեղ էլ լավ է։ Եթե շատ տաք լինի, պեպսին կկտրվի։ Հասցրել եմ կոֆե խմել, սիրելի հետևորդներ ջան, այս պահին չեմ ուզում։ Կենդանիներիս կերակրել եմ և առավոտվանից լույս չկա, 12-ն անց է։ Այսօր իմ ազատորն է և տանն եմ։ Ընդհանրապես, պանիր անելու համար միշտ կաթը ձեռքով ենք ջերմաչափել, ճիշտ է, ջերմաչափ ունեմ, կարող եմ բերել, բայց մի հատ ուզում եմ ձեռքով ստուգել, մատով։ Դեռ մի քիչ տեղ ունի։ Այդպես։ Միշտ նախապես մի քանի հատ կտրում եմ, որ հեշտ լինեմ, քանի որ կտրելով, այս վերջի մասը ճիշտ չի կտրվում։ Այստեղ ջուրը մի քիչ շատ տաքացավ, մի քիչ կսպասեմ, պիտի 36-37 աստիճան լինի, որքան հիշում եմ, բայց դա էլ ասեմ, որ միշտ ձեռքով ենք ստուգել, անձամբ ես ձեռքով եմ որոշել պանիր անելու կաթի ջերմաստիճանը, ես էլ ջերմաչափը, որ պահում եմ իմ դարակում շատ ապահով, սա հատուկ այսպիսի բաների համար է, սիրելի հետևորդներ ջան, ջրի ջերմաչափ է, շատ է պետք գալի խոհանոցում, բայց ես չեմ օգտագործում, ուղղակի հավեսի համար վերցրել եմ, հիմա տեսնում եք, որ այստեղ սնդիկը ներքևում կարմիր, բայց ուզում եմ տեսնել, որտեղ է, այս պահին սնդիկը հասած, այստեղ, 5-ի վրա է, 5, 10, 20, ու այդպես արանքներով, այստեղ սև գիծ է արած, այսինք սրանից արդեն, եթե բարձրանա, այստեղ, արդեն շատ է տաք, նորման այստեղ է պահած, հետո այստեղ, հիմա փորձեմ, մի հատ այսպես ամեն դեպքում, քանի որ սառը տեղից եմ բերել, մի հատ թեկուզ շփեմ, ամեն դեպքում, քանի որ չեմ օգտագործել նման բաների համար, հանկարծ ամեն դեպքում ապակի է, չպայթի ու չվճացնի կաթը։ Հիմա, այսպես, կորոշենք, չնայած սենյակը մութ է, արևը դեռ այն կողմ է, այս կողմ չի ընկել, լույսն էլ որ չկա արդեն,
մթություն է։ Բարձրացավ, ես տեսնում եմ ահա այստեղ է, տեսնեք որտեղ կանք կառնի։ 37 սիրելի հետևորդներ ջան, և չի բարձրանում։ Մի հատ էսպես պտտեմ, մի քիչ էլ թողնեմ, ինձ մոտեցնեմ, որպեսզի ավելի լավ տեսնեմ, էլ չի բարձրանում։ Միշտ ավելի մեզ մոտ ենք պահում, չէ, ինչքան էլ մեր տեսողությունը լավ է լինում, այստեղ գիտեք ինչքան մանր է, այս գծիկները, ճիշտ եմ տեսել, 37 համարյա 38, շատ լավ է, սա զգուշորեն մի կողմ, փաստորեն իմ մատը ճիշտ էր ջերմաչափել, ամեն դեպքում այս պահին տուփի մեջ, սրանով հետո կզբաղվեմ, տուփից ապահով տեղ չկա, կարևորը չորել, հետո կլվամ, այսպես, հիմա պեպսինն եմ բացում, քանի որ իմ ձեռքը ինձ չի խաբում, արդեն կարող եմ պեպսինը լցնել, ամբողջ այս կողմ եմ բերել, քանի որ միակ հարմար տեղը այստեղ գտա, քանի որ շինարարության մեջ եմ սեղանին ամանեղեն է դրված, սիրելի հետևորդներ ջան, այսպես, նաև այդ մեծ ամանը, որի մեջ պետք է անարատ պանիրը պատրաստեմ։ Ուրեմն, այստեղ ունենք 13 լիտր կաթ, սա 100 լիտրի համար է, տարիների փորձին ցույց է տվել, որ դա սուտ է, անկեղծ, և այսքան, աչքաչափով, Եթե մշտական զբաղվում ենք այս գործով, պատրաստի միշտ ունենում ենք, նաև մեկ այլ ուրիշ տարբերակ էինք օգտագործում այդ տարիներին, երբ որ շատ այս գործով զբաղվում ենք, միշտ մեր պատրաստությունները ունենում ենք, ու նաև պանիր անելու համար օգտագործվում է խոզի 4 ստամոքսը, որին մենք շիրդուն ենք ասում, այս փոշին էլ դրանից են ստանում, աղացած, գործարանային մշակած, և ոչ մի տարբերություն, սա արդեն լավ խառնվել է, հիմա սա նորից մի կողմ, այս կողմ եմ ուզում բերել, քանի որ այնտեղ ամանեղեն է դրված, այստեղ տարածքը ազատում եմ, քանի որ սա միգուցե էլի ընթացքում ինձ պետք կա, սա էլ մի կողմ ապահով, մոտեցնում եմ, որպեսզի կաթը լցնեմ այստեղ, տեղավորվեցի, մի քիչ տաք եմ թողել, որ մյուս կաթն էլ տաքացնեմ, արդեն միախառնեմ ու լավ լինի։ Հետո հաջորդը։ Սա մինչև որ ինձ են հասցրել, արդեն հովացել է։ Ճիշտ է, մի քիչ տաքություն ունի, բայց այն աստիճանը չէ, որ պանիրի համար լավ լինի։ Այսպես։ Այսպես։ Իսը գեղավ։ Հիմա սպասեմ սա էլ կքանա։ Կարող եմ սա արդեն լցնել այստեղ ու նրան մի քիչ շատ տաքացնել։
Ընդհանրապես 10 լիտր կաթից պիտի 1 կիլոգրամ պանիր դուրս գա, այստեղ ունենք 13 լիտր և կտեսնենք ինչքան է դուրս գալի։ Ճիշտ է, սա ընդամենը պլաստմասե շիշ է, բայց միշտ պետքական է։ Հատկապես, երբ որ կաթը հեռուներից տեղափոխվում է։ Այսպես։ Հիմա սպասենք, որ սա տաքանա։ Յուղոտ։ Քանի որ հիմա տարվա այն շրջանն է, որ կովերի կաթը ավելի յուղոտ է դառնում։ Մի քիչ գնդիկներ էր առաջացել նույնիսկ այդ յուղը, քանի որ ճանապարհին թափահարվում է, չէ՞, ամեն դեպքում շշի մեջ։ Եվ ես այստեղ յուղի գնդիկներ եմ նկատում։ Սպասեմ դա այլ բացվի և պանիրը պատրաստեմ ձեր հետ։ Մի փոքր սպասեմ։ Արևոտ է եղանակը, սիրելի հետևորդներ ջան։ Եվ այսօր իմ ազատ օրն է։ Այստեղ կարող եմ ծածկել, տաքությունը չգնա։ Լույսերը դեռ չեն տվել, սիրելի հետևորդներ ջան, մյուս կաթն էլ է տաքացել և ուզում եմ արդեն այստեղ խառնել։ Հիմա հետաքրքրության համար կարելի է ջերմաչափել։ Թափահարել եմ, սնդիկը ներքև է հասել և պարտադիր չէ, որ 5 րոպե մնա, քանի որ ինքը անմիջապես բարձրանում է։ Եկավ։ Կանգ առավ 38-ի վրա։ Շատ լավ է, շատ լավ է։ Այ հիմա կթողնեմ մի կողմ, որպեսզի լավ լվանամ ու նոր միայն տեղավորեմ իր տուփի մեջ։ Այսպես։ Հիմա սա պատրաստ է։ Տեսնում եմ, որ ամեն բան ինձ հարմար լինի և լցնելով խառնում եմ, այսպես, որպեսզի լավ խառնվի, ու մեր անարատ պանիրը ստացվի։ Որից հետո հանգիստ ենք թողնելու և սպասելու, ծածկում եմ, փաթաթել պետք չէ, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր կսպասեմ ու արդեն ինքը կպնդվի, որից հետո գործողությունները ցույց կտամ։ Անցել է որոշ ժամանակ, լույսերը դեռ չեն տվել, այստեղ բերել եմ պատրաստել այն ամենը, որ պանիր արդեն հավաքեմ ու դառնա պանիր, տոպրակը սպիտակ, ցանցավոր ամանը և այս ամանը, որ շիճուկը պահի։ Սա մի կողմ։ Հիմա բացենք տեսնենք ինչ կա։ Այս ընթացքում հասցվել է պնդվել, արդեն ես տեսնում եմ, հայավարի մի հատ խաչ ենք քաշում։ Ահա, ջան, փառք Աստծո, պանիրս եղավ։ Երբ խաչ ենք քաշում, ասում ենք Հիսուս Քրիստոս։ Սպասում ենք մի որոշ ժամանակ, փակում եմ, ու քանի որ լույս չկա, նաև լիցքավորում չկա, սիրելիներս, դրա համար փոքր մասնիկներով ձեզ կմիանամ, հա։ Ես այստեղից չեմ գնացել և այս ընթացքում մինչև կսպասենք, արժե մի հատ կոֆե եփել։ Դուք էլ ձերը եփեք, սիրելի հետևորդներ ջան։ Եվ այս ընթացքում այն գործերը, որ կատարում ենք ու սպասել է պահանջվում, մի րոպեները խնայենք մեր գործերը առաջ տանելով։ Ոյ, էլի շփոթվեցի, այդպես միացրի, ինքնաբերաբար, գիտեք, որ միշտ մեր գործողությունները երբեմն ինքնաբերաբար են լինում։ Շատ կուզեի, որ այս տարբերակով չմիանալ ձեզ,
եւ երկար զրուցել, լավ պատմություններով իմ, բայց խոսափելու համար երկար զրույցներից այս տարբերակն ընտրեցի, որ շատ չզրուցեմ եւ հասցնեմ լիցքավորման մեջ տեղավորվել, քանի որ ամբողջ գյուղում լույս չկա, խափանումներ են ինչ-որ, արդեն իմացել եմ, ճշտել եմ սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով, այդ վիճակն է, հիմա այստեղ նաեւ կարող եմ երկար չսպասել, լիցքավորումս չգնակուրչի եւ արդեն, ահա այսպես, հավեսով, քանի որ փորձը շատ է եւ շատ սպասել էլ պետք չէ, արդեն կարող եմ այսպես մասերի բաժանել, ցեզ էլ հավեսի բերելով, ահա, արդեն անջատվել է սպիտակուցը, շիճուկը դուրս կգա հիմա, այս պահին դեռևս շատ մանրացնել պետք չէ, հենց այս վիճակով շատ համով ա լինում, ես միշտ ճաշակել եմ ու իմ երեխաներին էլ սովորացրել էի, որ հենց այս վիճակով խոր ափսեների մեջ լցրել եմ եւ երեխաներս հաճույքով կերել են, շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։ Իհարկե կադրից դուրս ես էլ կճաշակեմ, բայց միայն սրճելուց հետո, քանի որ այս պահին սուրճն է կարևոր իմ համար, ժամանակ եմ խնայում, լիցքավորում եմ խնայում, կոֆես կադրից դուրս կվայելեմ, դուք էլ ձերը վայելեք եւ այդ ընթացքում էլ արդեն այստեղ պատրաստ կլինի, այս գործով կմիանամ։ Կոֆես վայելեմ եւ սպասեմ։ Իմ շացրել է հետևորդներ ջան, այս ընթացքում գնացել եմ հավերին ու ջուտերին կերակրել եմ, ջուր եմ տվել եւ տեսնենք ինչ վիճակ է։ Նաեւ հասցրել եմ ճշտել, որ լույսերը կլինի, այնպես չի որ ամբողջ օրը չի լինի, աշխատանքներ են կատարում վրան։ Եվ ահա, արդեն այստեղ տեսնում եք, որ շիճուկը երեսն է դուրս եկել, իսկ սպիտակուցը իր ծանրությունից ներքևն է։ Հիմա ուզում եմ ճաշակել ու ձեզ էլ հավեսի բերել, ահա, ինձ այսպես, մի քանի գրամ այս կողմ են կողմ, ընդհանուր քաշը իմանալու համար չի խանգարի, ահա, և այսքանը հավեսով կճաշակեմ։ Չնայած լույսերը չկար, բայց ես կարողացա ձեզ միանալ իմ լավ գործով։ Արդեն ժամանակն է, տոպրակն եմ լցնում, տոպրակի մեջ պետք է շիճուկը գնա ու պանիրը հավաքվի։ Չենք թողնելու, որ սառչի, գոլ վիճակում է հավաքվում, եթե սառչում է, չի հավաքվում։ Մի մեծ բլիթ պանիր կլինի։ Ու այս հենց հավեսով էլ պատրաստում եմ անարատ պանիր, տնական եղանակով, որը շատ տարիներ առաջ պատրաստել եմ։ Այդ տարիներն էլ մեկ այլ ուրիշ հետաքրքրություններ էր։ Այս ձևով շարունակում եմ, սիրելի հետևորդներ ջան, արդեն այստեղ էլ է լցվում, կարգավորումներ տամ, տոպրակը շերտերը բարձրացնում եմ այստեղ, նախապես տոպրակը պետք է քաց լինի, որպեսզի տոպրակից չկպչի, այսպես թեք պահեմ, որից հետո մի քիչ կմնա ու կսկսեմ հավաքել։ Իհարկե չենք մոռանում, որ խնայում եմ լիցքավորումը եւ այդ պահերով էլ կադրից դուրս։ Մեկ այլ ուրիշ անգամ էլ կպատրաստեմ եւ ավելի հետաքրքիր վլոգ կպատրաստեմ ձեր համար։ Հարցերի դեպքում կարող եք գրել, սիրելի հետևորդներ ջան։ Այսքանն էլ կթեքեմ։ Բոլորը տեղավորվեց այստեղ, մյուս ամանը նույնպես մեծ է, այսպես, ուզում եմ մոտեցնել, որպեսզի տեսքը տեսնեք, ահա, մեծ տոպրակ եմ ընտրել, նախապես կարել էի, և հիմա մի քիչ այսպես կմնա, որպեսզի ինքը հավաքվի
ու կամած վրա կհավաքեմ, առայժմ ժամանակը չէ, արդեն ժամանակն է, պանիրը հավաքվում է ու պետք է շիճուկից ազատել, մյուս ամանը նորից եմ մոտեցնում, տոպրակը լայն տոպրակ եմ ընտրել, բերանի մասը լայն տոպրակ, որպեսզի այս գործողությունը հեշտ կատարվի, հավաքում եմ, հետս հետ է, այսպես բռիս մեջ, սիրելի հետևորդներ ջան, այս շիճուկը կարող եմ եռացնել և ստանալ տնական շոր, սովոր ենք ասել կաթնաշոր, սա էլ պանիրաշոր է, ռուսերենով տվորոկ, սովոր ենք չէ, ռուսերեն բառերը ավելի դյուրին օգտագործել, այսպես, ազատելով շիճուկից, այդ տարիներին, քանի որ շատ էինք ունենում, այս շիճուկից մեր կենդանիներին էինք տալիս, հավերին, հորթերին, խոզերին, որ նույնպես շատ օգտակար է, բայց այս անգամ ուզում եմ եռացնել և շորը ստանալ, այսպես հավաքվում եմ, եզրը պիտի հավաքեմ, եթե տոպրակը թաց է լինում, ահա, տեսնում եք, որ տոպրակից չի կպչում, դեռ քամվելու շատ տեղ ունի, մնացած գործողությունները մի փոքր կադրից դուրս կատարեմ և արդեն հավաքած վիճակով նորից կմիանամ ձեզ։ Նորից հավաքվել շիճուկը և փորձեմ այս ձևով դատարկել, հնարամտություններ անել, այո, ամբողջովին ազատվեց, բայց էլի է շիճուկ հավաքվելու, արդեն կարող եմ այստեղ տեղավորել կամած ձևավորում տալու համար, հրաշալի, այսպես պիտի պահեմ մի քիչ, սիրելի հետևորդներ ջան, նաև այս վիճակումը շատ համեղ, այսպես հավաքում ենք, սեղմում և այս ձևով էլ վայելում, այսինչ հավեսով, լավ հիշողություններ, ովքեր որ այս պահերը ունեցել են ժամանակին, պանիրը հավաքվում է և այս մի պատառն էլ վայելում, այսպես հավաքում եմ նորից, որ պանիրը ձևը ստանա, շատ պետք չէ սեղմել և շուտով պանիրը կձևավորվի ու տոպրակից կհանեմ։ Մի փոքր եմ սպասում։ Դեռևս շիճուկը քամվում է, արդեն ձևավորումն ստանում է կամած, կողքից չեմ հեռացել, որպեսզի սիրուն բլիթ ստացվի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մի որոշ ժամանակ տոպրակի մեջ կմնա, բայց երկար էլ մնալ պետք չէ։ Ահա, որպեսզի ավելի լավ քամվի։ Սպասեմ այս գործերը լինի, բայց այստեղ իմ լիցքավորումը սպառվում է, սիրելի հետևորդներ ջան, այսքանով բավարարվենք, կարծում եմ դուր եկավ ձեզ, հրաշալի էր, լավ պահեր ունեցանք միասին և շարունակությունը հաջորդ վլոգում կտեսնեք, արդեն պատրաստի բլիթը հաջորդ վլոգում ցույց կտամ։
Առայժմ սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք եւ միշտ լավ գործերի մեջ եղեք։